Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրեմն մենք հիմա այս պահին ազգային ժողովի ընդունարան կհանձնենք 107 հատ նամակ։ 107 նամակը հասցեագրված է ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներին առանց նշելու նրանց խմբակցության անվանումը, առանց նշելու նրանց սեռը, առանց նշելու նրանց տարիքը, նրանց Էսա մի օրինակ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանի, նույնիսկ զբաղեցրած պաշտոնները ազգային ժողովում մենք հիմա չենք կարևորում։ Մենակ անուն ազգանուններն, հայրանունները։ Ու այս գրությունները ունեն նույն բովանդակությունը։ Վերնագրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին, ներկայացված է այդ անվստահություն հայտնելու հիմնավորումները։ Ասենք օրինակ, համաձայն Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, այսինքն որ դա ձեր պարտականությունն է։ Համաձայն Սահմանադրության 94-րդ հոդվածի դուք որպես պատգամավոր ներկայացնում եք ողջ ժողովրդին, կաշկանդված չեք հրամայական մանդատով, որոշումներ կայացնում եք ձեր սեփական խղճով եւ համազգին անկախ կուսակցական պատկանելությունից սեփական որոշումները պիտի կայացնեք։ Համաձայն Սահմանադրության 146-րդ հոդվածի կառավարությունը այն մարմինն է, որը իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը ըստ ծրագրի։ Կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ հաստատել է իր ծրագիրը, որը արժանացել է հավանության։ Այդ ծրագիրը չի կատարվում, հետեւաբար համաձայն Սահմանադրության 115-րդ հոդվածի դուք պիտի այդ կառավարության անվստահություն։ Պարզ մեր երկրի սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերող Սահմանադրությանը հղումներ անելով բովանդակության նամակը։ Եվ որպես իրանց գործը հեշտացնենք, կցել ենք նաև ազգային ժողովի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին, թողնելով միայն բաց տեղ վարչապետի տեխնացուի անուն, նկատի ունենալով, որ նախաձեռնության հեղինակ պատգամավորները դա իրենց իրավունքն է առաջադրել վարչապետի տեխնացուն։ Եվ ակնկալում ենք, որ 10-օրյա ժամկետում իրանք քննության կառնեն եւ դրանից բխող որոշումներ կկայացնեն, այսինքն կսկսեն անվստահության գործընթաց, կամ մեկը չի սկսի, կամ մեկը կսկսի, մյուսը կմիանա նրան նախադասի։ Այսինքն մենք այս 10 օրը միասին կհետևենք, թե այս զարգացումները ինչպես են ընթանալու։ Ուրեմն ընդդիմության ձայների քանակը սես թենես բավարար չէ։ Սա շատ ես լսել եմ այդ հարցադրումը, ես կարծում եմ դուք հանրային ձայն եք բարձրացնում, էլ ուրիշն է։ Ուրեմն եթե կառավարությունը, իշխանությունը, ազգային ժողովը մեծամասնություն ուժ չլներ, կառավարություն չէր ձևավորվում։ Այսինքն ցանկացած դեպքում կառավարությունը ձևավորվում է, եթե խորհրդանում մեծամասնություն կա։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն այդ անվստահության ինստիտուտը Սահմանադրությունը չնախատեսեր։ Բայց դա նախատեսված է, այսինքն պիտի ԿՊԻ-ից պատգամավորներ անպայման։ Ստե կապ չունի որ խմբակցություն, իսկ չգիտենք Հայաստան խմբակցությունից կարող է մարդկա չի ուզում, չէ՞, դեպք ա եղել, օրինակ պատիվ ունեմ խմբակցությունից, մարդը խմբակցությունից տարբերվող դիրքորոշումներով դուրս է եկել խմբակցություն, Իշխան Զաքարյան։ Հայաստան խմբակցությունից դուրս է եկել պատգամավորը, մնացել Գեգամ Նազարյան, չէ՞։ Պատգամավորներ կա, որ իրանք մանդատն են վայր դրել գնացել։ Հիմա այստեղ պատգամավորի անհատական վարքագծի ինստիտուտ է գործում։ Եվ այո, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները նրանք ոչ թե երթվյալներ են, չգիտեմ, սեկտ են, չգիտեմ, ուղեղները լվացած մարդիկ են, այլ յուրաքանչյուրը առանձին անհատ պատգամավոր է։ Եվ այո, իրանք պիտի իրանց կառավարությունից պահանջեն, որ կառավարությունը իրենց ծրագիրը կատարի, որտեղ կառավարության ծրագիրը հիմնված է ԿՊԻ նախընտրական ծրագրի վրա։ Եվ իրանք պիտի իրանց կառավարությունից պահանջեն, ասեն մենք ժողովրդին բան ենք խոստացել։ Այդ խոստումները կառավարության ծրագրում արտացոլված է։ Դուք որպես գործադիր իշխանություն դուք պիտի դա ապահովեք։ Ինչի՞ չեք կատարում։ Բա մենք ժողովրդին ինչ պատասխան ենք տալու։ Այո, չէ, ոչ թե դուք գիտեք ինչ, ոնց որ ասում եք, պատգամավոր իր պարտականություն կատարել անիրատեսակ։ Այդ իմաստով որ նայես պիտի ազգային ժողովում ոչ մի օրենքի նախագիծ, որևէ պատգամավոր չհեղինակի։ Ինչ։ ԿՊ-ն կարա Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնի, ընտրի այլ վարչապետ։ Այն վարչապետին, ով որ իրենց նախընտրական խոստումներով ձևավորված ծրագիրը կյանքի կոչի, որովհետև իրանց իշխանության գալու նպատակը խո վայելքները չեն։ Ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելն է։ Այսինքն եթե ԿՊ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ընտրի օրինակ Սուրեն Պապիկյանին, օրինակ կամ ինչ որ մեկին, դա նորմալ է։ Դա ավելի նորմալ է, քան եթե Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ։ Կատում եթե թիմից ոչինչ չի փոխվում, ծրագիրը, գաղափարախոսությունը չի եւ քաղաքականությունը։ Իրանք ամեն դեպքում ինչ որոշում էլ որ կայացնեն, պետքա տան այդ որոշմանը խելամիտ հիմնավորումներ։ Այսինքն եթե օրինակ ձեր ասած տեխնացուի պարագայում կարծում եմ որ անտրամաբանական է, որովհետեւ դուք ասեցիք մի ուրիշ տեխնացուի անի, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում
Նախարարի պաշտոն է զբաղեցնում, իսկ կառավարությունը կոլեգիալ մարմին է, եւ այնտեղ բոլորը ունեն մեկ ձայնի իրավունք, այսինքն եթե Սուրեն Պապիկյանը նույնպես պատասխանատու է այն բանի համար, որ այս ծրագիրը չի կատարվել։ Ինչ տարբերություն ինքը նախարարի կամ բա համանadrությամբ տենց է, եթե վարչապետի հրաժարականը ենթադրում է կառավարության հրաժարական, ամբողջ կազմով։ Ես կպատասխանեմ, մի անհանգստացեք։ Հարցն այն է, որ օրինակ ընդդիմադիր Հայաստան խմբակցության ներկայացուցիչներն ասում են, եթե պատիվ ունենան բերի պատրաստեն։ Հիմա հարցն այն է, որ ընդդիմություն դեմ չի։ Եվ նախորդ անգամներ էլ այս նախաձեռնությունը ըստ էության կյանքի չի կոչվել, հենց որովհետև կուպայից որևէ պատգամավոր չի միացել։ Հիմա Ձեր ասած մտածում եք, որ որևէ մեկ թիմից դուրս կգա, Նիկոլ Փաշինյանի գլխի վրայով ներողություն արտահայտությունը կանցնի եւ դուք բանաձևումներ եք տալի, որը մեր սահմանադրության, օրենսդրության հետ բացարձակապես կապ չունի։ Հիմա դուք ասում եք, գիտեք ինչ, բերեք մեր սահմանադրությունը, օրենքները թողնենք, ոչ ֆորմալ, հանցավոր, ներքին պայմանավորվածությունների տրամաբանությամբ մեր հասարակական կյանքը կառավարենք։ Ես ասում եմ, չէ։ Բայց մենք չենք ուզում, որ մեր երկրում լավ սահմանադրություն ընդունվի, սահմանադրությունը ենթադրենք փոփոխվի, որ մենք դրանով ապրենք, չէ։ Հիմա մենք սահմանադրական կարգավորումները թողել ենք։ Դուք բաներ եք ներկայացնում, որոնք այդ ձեր ասածը ոչ մի տեսեք, օրինակ դուք ասում եք, ես ձեր մեջբերումն եմ ասում, դուք ասում եք Հայաստան խմբակցության падգամավորներն ասում են, եթե պատիվ ունեմ խմբակցությունը բերի, մենք դրան կողմ կգանք։ Իսկ եթե ասեք պատիվ ունեմ խմբակցությունից ոչ մի падգամավոր չի նախաձեռնում, իրենք որպես падգամավոր նորմալ են համարում, որ շարունակի պաշտոնավարել մի կառավարություն, որ իր ծրագիրը չի կատարում։ Դա ամեն падգամավորի անձնական պատասխանատվության հարցն է։